Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես գիտեք, հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ կուսակցությունները շարունակում են իրենց նախընտրական քարոզարշավը։ Տեր կանգնիր խաղաղությանը կարգախոսի ներքո քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր քարոզարշավը շարունակում է իրականացնել Գեղարքունիքի մարզում։ Այժմ մենք գտնվում ենք Մարտունի քաղաքում եւ այս պահին ես պատրաստվում եմ զրուցել քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ։ Պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության Ես եմ շնորհակալ։ Պարոն Հովհաննիսյան, ընդամենը մի քանի օր է մնացել քարոզարշավի ավարտին եւ հունիսի 7-ին պետք է տեղի ունենա քվեարկությունը, ընդհանուր եթե ամփոփենք, հա, նաեւ այսպես քարոզարշավը ընդհանուր մոտ 1 ամիս է արդեն այն ընթանում է, ինչպես եք դուք գնահատում այն։ Շատ ջեր մթնոլորտում են մեր քարոզարշավներն անցնում, ինչպես տեսնում եք մարդաշատ են բոլոր համայնքները, մեզ հաջողվել է ժողովրդին փոխանցել մեր ծրագրերը, ինչպես նաև կանխել ընդդիմության պատերազմի եռագլուխ կուսակցության կողմից տարածվող ապատեղեկատվությունները, հատկապես 300,000 ադրբեջանցիների վերաբերյալ այս կեղծ եւ անբարոտ հեզը, կարելի է ասել, եւ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը գնալու է եւ տեր է կանգնելու խաղաղությանը, տեր է կանգնելու այն ձեռքբերումներին, որոնք հաջողվել են վերջին 5 տարիների ընթացքում գրանցել։ Սա միանշանակ է ինձ համար եւ մենք պետք է գնանք մեր ժողովրդի հետ, ուրեմն ունենանք սահմանադրական մեծամասնություն ազգային ժողովում, որ ավելի մեծ տեմպերով առաջ տանենք բոլոր այն ծրագրերը, հատկապես խաղաղության օրակարգը, որը մենք նախանշել ենք։ Պարոն Հովհաննիսյան, իսկ արդյոք այդ խաղաղություն թե պատերազմ դիլեման, այսպես ասած, նախընտրական տեխնոլոգիա չէ, որովհետև դա կիրառվել է նաև Վրաստանում, օրինակ հենց վերջին ընտրությունների, Իվանիշվիլի ընտրությունների ժամանակ, եւ շատ շատերը ասում են, որ ընդօրինակում է եղել Վրաստանի օրինակը։ Մենք ասում ենք այն ինչ կա, մենք հստակ արձանագրում ենք, որ եթե իշխանության գան որևէ տեսական հնարավորության դեպքում պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները, Կալուգացի օլիգարխը, Ծառուկյան Գագիկը կամ Ռոբերտ Քոչյանը, որոնք ըստ էության նույն կենտրոնից կառավարվող եւ նույն մարդիկ են, ինչպես վարչապետն է ասել, նույն կալոդի, ուրեմն անդամներն են, նրանք Հայաստանը կանգնեցնելու են կոնֆլիկտի առաջ եւ ելի մեկ կետից կախման մեջ են գցելու Հայաստանի Հանրապետությունը, դարձնելու են հենակետ։ Սա փաստում է նրանց հանրային խոսքը։ Վերջին 2 օրի բանավեճերն էլ որ նայում ենք, թե լսում ենք նրանք ինչեր են խոսում, նրանց խոսույթը բացառապես խաղաղության համաձայնագիրը վիժեցնելու մասին է, թրիփի նախագիծը վիժեցնելու մասին է, որովհետև խոսում են ինչ-որ երաշխավորների մասին, մենք տեսել ենք այդ երաշխավորներին, ունեցել ենք երաշխավոր, որը խաղաղապահների մանդատ է անգամ ունեցել, սակայն այդ իրականության մեջ տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել, Ղարաբաղի ժողովրդի տեղահանում է տեղի ունեցել, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների վրա հարձակում է տեղի ունեցել, եւ այս ամենը կանխելու միակ ձևը խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումն է, որը հիմնված կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի շահերի վրա, այսինքն երկկողմ հարաբերությունների վրա, առանց երրորդ կողմի երաշխավորության, որովհետեւ մենք հասկանում ենք նաեւ, որ ցանկացած երաշխավոր նաեւ իր շահերն է հետապնդում եւ այստեղ կարեւորագույնը Հայաստանի Հանրապետության շահն է, որն արձանագրված է խաղաղության նախաստորագրված համաձայնագրում, որը որ պետք է վերջնականապես ստորագրվի։ Կան ինչ-որ կոնկրետ թեկուզ այսպես արդեն նախանշված ժամկետներ, ձեր հնարավոր հաղթանակի դեպքում առաջնահերթ քայլերից մեկը դա է լինելու։ Բնականաբար առաջնահերթություն է խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը, առաջնահերթություն է թրիփի իրագործումը, որի վերաբերյալ նաև էլին նոր փաստաթղթեր ստորագրվեցին Ռուբիոյի այցի ժամանակ, մենք գնալու ենք այս ճանապարհով եւ մեր կողմից ստանձնված պարտավորությունները հնարավորինս արագ կյանքի են կոչելու, Հայաստանի Հանրապետությունը պետք է ապաշրջափակվի, արդեն իսկ պայմանագրերը վերջնական կյանքի կոչված չեն ենթակառուցվածքների կառուցման տեսքով, բայց մենք տեսնում ենք, որ եւ Ադրբեջանի տարածքով մենք ճանապարհներ ունենք դեպի ուրեմն արևելք եւ արդեն Թուրքիայի տարածքով դեպի արևմուտք ճանապարհներ ունենք եւ Հայաստանի Հանրապետությունը ապաշրջափակվել է։ Մենք կարողանում ենք Հայաստանից 4 կողմերով, 4 ուղղություններով արդեն ապրանքաշրջանառություն իրականացնել եւ այս ճանապարհով առաջ ենք շարժվելու։ Ժամկետները ես կարծում եմ արդեն կախված մեր ստացած մանդատից սահմանադրական մեծամասնության դեպքում դրանք բնականաբար ել ավելի արագ են տեղի ունենալու։ Քանի տոկոս է ակնկալում։ Վերջին օրերին տեսնում ենք տարբեր հարցումներ, որ օրինակ նույն օրինակ Եվրոնյուզի հարցումներով քաղաքացիական պայմանագիրը 65% է, հա, քվեստանալու, Հայաստան դաշինքը 6%, ուժեղ Հայաստանը 12%։ Ընդհանրապես ուզում եմ հասկանալ այս հարցումների վրա որքանով կարող ենք նաև հիմնվել, որովհետև լինում են դեպքեր, երբ հարցումները մի բան են ցույց տալիս, բայց արդեն քվեարկությունից հետո պատկերը միանգամայն այլ է լինում։ Ես կարծում եմ արձանագրված հարցումներն արձանագրված տոկոսները արտացոլվում են մեր հավաքների ժողովրդի հետ խոսակցությունների ընթացքում եւ մենք
նախանշում ենք ունենալ 65% քվ մեր քաղաքացիների եւ կոչ եմ անում բոլոր մեր քաղաքացիներին գալ եւ քվեարկել խաղաղության կուսակցության օգտին, քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, որովհետեւ սա է միակ ճանապարհը տեր կանգնելու բոլոր այն փոփոխություններին, որոնց մենք հասել ենք եւ ուրեմն սա է միակ ճանապարհը, ել ավելի արագ Հայաստանի Հանրապետությունը, ել ավելի մեծ տեմպերով Հայաստանի Հանրապետությունը առաջ տանելու, սա է ճանապարհը պատժելու բոլոր այն մարդկանց, որոնք այս տարիների ընթացքում դեռևս շարունակել են ուրեմն գործել Հայաստանի Հանրապետության պետականության դեմ, տեսնում ենք նրանք ցավոք սրտի դեռևս ունեն որոշակի շունչ մասնակցելու ընտրություններին, դեռ մի բան էլ փորձելու, վախեցնել, կեղծ տեղեկությունների միջոցով, ուրեմն ընտրակաշակների միջոցով ձայներ հավաքել։ Կներեք, բայց դա արդյոք ձեր բաց թողումը չի։ Դուք 8 տարի է իշխանության եք եւ մենք ինչու պետք է այսօրվա դրությամբ ունենայինք այսպիսի խնդիր։ Մենք վերջին 8 տարիների ընթացքում շատ արավիրքների միջով ենք անցել, COVID-ի միջով ենք անցել, պատերազմի միջով ենք անցել, Ղարաբաղի ժողովրդի տեղահանման միջով ենք անցել, նաև գործ ունենք դեռևս պատերազմի եռագլուխ կուսակցության շոշափուկների հետ, որոնք տարբեր համակարգերում շարունակում են իրենց ուրեմն մաֆիոզ ներկայությունը պահպանել եւ այս մաֆիայի գլուխը վերջնականապես կտրելու ճանապարհը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը քվետալն է, որպեսզի մենք ուրեմն պահպանենք ժողովրդի իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում եւ կրկնում եմ վերադարձնենք ամբողջ ապօրինի գույքը, որի դեմ է նաև նրանց այս արշավը, նրանք փորձում են իրենց մասնակցությամբ քաղաքական process-ներին պահպանել իրենց կողմից գողացվածը, որի մի մասը մենք վերադարձրել ենք, բայց դեռ մեծ մասը պետքա վերադարձնենք։ Գագիկ Ծառուկյանին ասա վերաբերվում իր Արարատ ցեմենտով եւ այլ ապօրինի գույքերով, Ռոբերտ Քոչարյանի $200 միլիոն վերաբերվում, 1.6 միլիարդ դոլարի ապօրինի գույքին վերաբերող գործերին է վերաբերվում, Կալուգացի օլիգարխին է վերաբերվում, մնացած բոլորին է վերաբերվում եւ սրա միակ ճանապարհն է գալ եւ մանդատ տալ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որովհետեւ թերություններն էլ պետք է արձանագրենք բնականաբար, թերություններ են եղել, բաց թողումներ են եղել, դրանք ունեն եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հատկապես 20 թվականի պատերազմից հետո ցույց է տվել, որ չի թույլ տալու, որ ժողովրդի իշխանությունը խլեն այս մարդիկ, անգամ ամենադժվար պահերին մենք գնացել ենք, ժողովրդի առաջ կանգնել ենք, բաց ուղիղ խոսել ենք եւ խոսում ենք հիմա եւ ակնկալում ենք, որ ժողովուրդն էլ մեր կողքին է կանգնած լինելու եւ հնարավորություն է տալու, որ Հայաստանի Հանրապետություն ժողովրդի իշխանությունը լինի հավիտյան։ Հենց այս նույն համատեքստում բառացի մեջ բերեմ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունը, թե եթե ժողովուրդը ուզում է շարունակել հարատևել եւ եթե ձեր իշխանությունը սիրում է ժողովրդին, ապա պետք է ներողություն եմ խնդրում, ռադներդ քաշեք եւ գնաք։ Նիկոլ Փաշինյան ասում է ռադդ քաշի եւ գնա։ Ռոբերտ Քոչարյանը Կալուգացի օլիգարխը, Ծառուկյան Գագիկը երազելու են, որ իրենց ռադը քաշեն Հայաստանից, փրկվելու համար պատժից, որը նրանց սպասվում է, բայց նրանց դա որևէ մեկը թույլ չի տալու, նրանք երազելու են Կալուգայի տոմս ունենան, որ փախնեն Հայաստանից, բայց մենք նրանց դա թույլ չենք տալու եւ օրենքի ողջ ուժով կիրառվելու են նրանց նկատմամբ եւ նրանք պատժվելու են օրենքի ողջ խստությամբ նրանց կատարած հանցագործությունների համար, որոնք շարունակում են նաեւ այս ընթացքում։ Մենք տեսնում ենք, որ ամենակեղտոտ ձևով փորձում են ձայներ հավաքել, մարդկանց են վախեցնում, իրենց աշխատողներին են վախեցնում, իրենց բիզնեսների փողեր են բաժանում, դրսից փորձում են մեր հայրենակիցներին բերել տարբեր ճնշումների ներքո։ Մենք այս ամեն ինչը արձանագրում ենք։ Մենք տեսնում ենք, որ արդեն մոտ 100-ից ավել մարդ է կալանավորվել եւ ձերբակալվել եւ ուրեմն ընտրություններից հետո ավելի խիստ է լինելու օրենքը նրանց նկատմամբ։ Ներողություն, բայց ասում են օրինակ, որ նման գործելավոճով փորձում եք չեզոքացնել ձեր ընդդիմախոսներին, որպեսզի առաջիկա օրերին սպասվող ընտրություններում, այսպես ասած, որևէ սրացումներ։ Գիտեք, մենք նրանց մեզ ընդդիմախոս չենք համարում։ Նրանք գործակալական ցանցի անդամներ են, մաֆիայի անդամներ են եւ նրանց հետ պետքա գործել ըստ այդմ։ Նրանք սովորական ընդդիմախոսներ չեն։ Նրանք քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում, որովհետեւ առնվազն նրանց տեքստերում քաղաքական միտք չկա, քաղաքական բովանդակություն չկա, կա սուտ կեղծիք, կա ընտրակաշառքների բաժանման փորձ, կա մարդկանց ճնշելու փորձ եւ նրանց նկատմամբ այս պրիզմայով պետքա նայել եւ օրենքը այս պրիզմայով պետքա աշխատի նրանց նկատմամբ։ Մենք այո նրանց չեզոքացնելու ենք, բայց ոչ թե որպես մեր ընդդիմախոսներ, այլ որպես գործակալական ցանցի անդամներ։ Մենք տեսնում ենք, որ
ընդհուպ արդեն առաջին անգամ ըստ էության Հայաստանի պատմության մեջ գործակալի մեղադրանքով մարդ է կալանավորվում Գագիկ Ծառուկյանի երկրորդ համարին նկատի ունեմ եւ Ծառուկյանը շատ լավ գիտի եւ Ծառուկյանին ասել են որ այդ գործակալին իր ցուցակ վերցնի եւ ես չեմ բացառում եւ գրեթե վստահ եմ որ այլ ուրեմն անձնագրով գործակալներ կան Քոչարյանի էլ, ուրեմն Ծառուկյանի էլ եւ Կալուգացի օլիգարխի ցուցակներում եւ նրանք բացահայտվելու են եւ պատժվելու են։ Նաեւ հետընտրական ինչպիսի իրավիճակ է, այսպես ասած կանխատեսում արդյոք հնարավոր է օրինակ երկրորդ փուլի անցկացում կամ նաեւ հետընտրական սրացումներ, որովհետեւ հիշենք ձայնագրություններից մեկը, որտեղ խոսում էր հեղաշրջում կազմակերպելու մասին եւ նաեւ բացի դրանից էլ մամուլում տարատեսակ տեղեկություններ կան, որ օրինակ Ռուսաստանից բերվող, հա, ներողություն, բայց այսպես բերվող այդ 100,000 քաղաքացիները ոչ միայն քվեարկության, այլ նաև հենց հետընտրական process-ներում մասսայական հանրահավաքների մասսայականություն, բողոքի ալիքների գեներացում ապահովելու համար են գալիս Հայաստան։ Նախորդ տարիներին մենք տեսել ենք տարբեր շարժումներ, հա, տարբեր անունները կրող Տավուշի փրկության շարժում, Հայրենիքի փրկության շարժում, Զարթնիր լաո, էլ չգիտեմ ինչ, բայց մենք համոզվել ենք, որ ժողովուրդը չի տրվել այդ շարժումներին, այդ սադրանքներին, որոնք իրականացվել են Հայաստանի Հանրապետության պետականությունը գողանալու համար, եւ ես վստահ եմ, որ այս ընտրություններից հետո այդ նման գործողությունները ել ավելի հնարավոր չեն լինելու անել։ Նախ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտները իրավապահ մարմիններն իրենց տեղում են եւ գործելու են ողջ խստությամբ, պահպանելու հասարակական կարգը Հայաստանի Հանրապետությունում եւ վստահ եմ, որ երկրորդ փուլի մասին խոսք անգամ լինել չի կարող, այդ մարդիկ պետքա ուրեմն նվազագույն ձայները 0 ձայն ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, իսկ մենք որպես ժողովրդի մանդատը ստացած ուժ ամեն բան անելու ենք ժողովրդի իշխանությունը պահելու համար, այդ թվում եթե հանկարծ փորձ անեն ինչ որ սադրանքների, անհնազանդությունների, խժդժությունների միջոցով ոչ ժողովրդավարական, ոչ սահմանադրական ճանապարհով գնալու, մենք սրան պատրաստ ենք, եթե փորձեն Եվ ես վստահ եմ, որ նույն ճակատագիրը եւ ավելի վատ ճակատագիր են ունենալու նման փորձեր եւ շարժումները, որոնք որ ունեցել են նաեւ նախորդ տարիներին։